Շնորհակալություն, պարոն Պողոսյան։ Մեծ սիրով կկազմակերպենք, ուղղակի այստեղ մի խնդիր կա, որ տնտեսվարողները իրենք չկաշկանդվեն։ Մենք հանդիպումը, որը կազմակերպել ենք ազգային ժողովում, փակ էինք արել, որպեսզի իրենք ձեր պետական եկամուտների կոմիտեի մնացածի ներկայությունից տենց չկաշկանդվեն ու խնդիրների մասին խոսել, ընդ որում այդ պարագայում անգամ ոչ բոլորն էին եկել հանդիպմանը, որովհետև ամեն դեպքում չեն ուզում ինչ որ իրենց անունը բարձրաձայնվի, բայց կտեսնենք, ով որ համաձայն կլինի, կգա, իսկ բանի առումով լրիվ համաձայն եմ, այդ ծանրաբեռնվածությունը կա, ամեն ինչը կա, բայց շատ դեպքեր կան, պարոն Պողոսյան, որ գիտեք ինչն է այս ամեն ինչի վատը, որ բեռը հիմնականում ու տուժող կողմը հիմնականում փոքր ու միջին բիզնեսն է։ Ես օրինակ դեպքեր գիտեմ, խոշոր բիզնեսի վրա ակտը գրվել է, բազմամիլիոն, ոչ թե բազմամիլիոն, այլ տասնյակ միլիոն դրամների կամ հարյուրավոր միլիոն դրամների, իրանք առանց վիճարկելու դա վճարել են, նոր դիմել են դատարան։ Այսինքն ասել են, փողը ուզում եք, ձեզ հիմա կտանք, որ ավելորդ բաներից խուսափենք, հետո մենք դատական կարգով կվիճարկենք։ Փոքր ու միջինը այդ հնարավորությունը չունեն ու շատ դեպքերով իրենք այդ առումով ավելի խոցելի են դառնում, մանավանդ եթե բախները չբերեց իրանց հետ շփվող պետական պաշտոնյան կամ տեսուչը կամ չգիտեմ, որ մի քիչ էլ ասենք ոչ քաղաքակիրթ եղավ կամ մի քիչ էլ կոպիտ եղավ, այդ մարդիկ արդեն այդ կալանավորման կամ իրենց աշխատանքի խոչընդոտման վախից պատրաստ են ամեն պայմանների, մենակ թե իրենց աշխատանքային գործունեությունը չխաթարվի։ Դրա համար երևի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պարոն Պողոսյան այդ հանդիպումը կկազմակերպենք։ Եթե ուզում եք երկու հանդիպում կարանք անենք, մի հատ անենք մենք առանց տնտեսվարողների, մի հատ տնտեսվարողներով ոնց հարմար է, ամեն ֆորմատով է պատրաստ են քննարկել խնդիրները։ Շատ լավ։ Պարոն Թունյան, թույլ տվեք արձագանքեմ, մի նկատառում ասեմ, օրինակ մեր մոտ վիճակագրություն ենք վարում, տնտեսվարողի ընդհանուր շրջանառության հետ կապված, վնասը վերականգնելու հետ կապված, մենք ունենք որոշակի վիճակագրություն, հավաստիացնում եմ, այդ հաջորդ հանդիպման ժամանակ ես կարող եմ դա ներկայացնել, հիմնականում դրանց մեջ եթե 80% նույնիսկ գերակշիռ են կազմում այն դեպքերը, երբ որ անձի տնտեսական գործունեությունը, օրինակ, չգիտեմ, ինքը խոշոր տնտեսվարող է, այսինքն ինքը խուսափել է առնվազն օրինակ հսկայական գործեր ունենք, որ 1 միլիարդ դրամ հարկային, 2 միլիարդ դրամ հարկային, 4 միլիարդ դրամ հարկային պարտավորություն եւ անձը բերել վերականգնել այդ գումարը։ Այսինքն այտենց փոքր եւ միջինի հետ կապված չեմ կարծում նույնիսկ կարող է նույնիսկ մի դեպք չլինի, երբ որ քննչականը այս ձևով, այս իմ ասած մատնանշված եղանակով գնա այտենց, չգիտեմ, խոզարկությունների եւ այլն, կարող ենք նաեւ այդ վիճակագրությունը ներկայացնել։ Հիմնականում մեծ տնտեսվարողներ են, իհարկե անուններ չեմ կարոտամ, բայց մեծ շրջանառություն ունեղ տնտեսվարողներ են։ Ու իմ պահանջն էլ է նաեւ այդ, որովհետեւ նշեցի, որ նախնական հաշվարկը ի վերջո այդ թիվը զգալիորեն իջնում է հետագայում ստուգման ակտով, դրա համար որպեսի չունենանք իրավիճակ, երբ որ վերջում պարզվի, որ հանցակաց չի պարունակում, ես աշխատում եմ զերծ մնալ նաև այդ գործերից, որպեսի փոքր թվերով գնան իրացումների։